Բարև ձեզ, իմ սիրելի ընթերցող, իմ թանկ բարեկամ, եթերում իմ Սեգաբուր, իմ հեղինակային գրական հաղորդաշարի հերթական թողարկումն է, որն ըստ ավանդույթի նվիրված է իմ գրական ստեղծագործական աշխարհին։ Եվ այսպես, ինչպես միշտ, ըստ ավանդույթի ձեր տադին եմ հանձնում իմ հերթական ստեղծագործություններից մեկը, որը գրված է իրական փաստերի վրա և նվիրված է հենց իրական անձի, և այսպես, ջրաղացում, ջուրն աղբյուրի կոհակ, կարգաչում է, քարին դիպչում, քարին կանգնած մի փոքրիկ թռչնակ, դողալով ջուր է խմել ուզում, մի պոկված տերև լողլող գնում, մեկ թրջվում է, մեկ չորանում, մեկ լողում է գնում ուղիղ, մեկ էլ քարին դիպչում թեքվում, ջուրն իր ճամփին հունը փոխում, սարսափահար ցած է թափվում, ու ջուրը դեռ ուշքի չեկած ջրաղաց քարին է փաթաթվում, քարը պոկվում է, պտտվում, ու մի անուշ երգ է մրմնջում, ալյուրի փոշին փաթիլ, կենճռոտված դեմքին է նստում, ու ճերմակած մազերի մեջ կորչում, ջրաղացպանը մեկը լուռ նայում, մեկ էլ մռայլում է նա հանկարծ, տեսնես, թե ինչ է մտածում, գարին հատիկ գլորվում, ընկնում է քարի տակ ճզմվում, ջարդած գարու բույրը խնձված, խառնվում է ջրին, հոսում, ջուրը հոսում է, առաջ գնում, ջուրը պահ է, ջուրը չի կանգնում, խփում այն ջրաղաց քարին, դարին խփում, դար է գնում, ու այսպես էլ անցնում, ավարտվում է մեր առանցայն էլ մարդկային կյանքը, ձեր հետ էի ես, հայ մեծն պոետ, հաշմիականության պոետ Բարթողմեոս Միրոյի Շաշկյանը, ցտեսություն և ամենայն բարին։